Չնայած հարևան Իրանում արդեն 4-րդ օրը շարունակվող պատերազմական գործողություններին Հայաստանի անվտանգության խորհուրդը լուռ է։ Պաշտոնապես չի հաղորդվում, արդյոք անցած օրերին խորհուրդը նիստ գումարել է, քննարկելու երկրի հարևանությամբ ծավալվող իրադարձությունները, արդյոք քայլեր ձեռնարկում են Հայաստանի վրա անվտանգային եւ տնտեսական ազդեցությունները մեղմելու կամ կանխարգելելու ուղղությամբ։ Անվտանգության խորհրդից Ազատությանը փոխանցեցին, եթե նիստ լինի, կտեղեկացնեն։ Ցավոք սրտի այսօր մենք պիտի արձանագրենք, որ իրավիճակը զարգանում է ամենաբացասական սցենարով։ Իսրայելի ու Իրանի միջև ծավալվող ռազմական գործողություններին զուգահեռ մեծանում են անհանգստությունները Հայաստանի անվտանգության հետ կապված։ Ապրի Արմենիայի փորձագետ Սերգեյ Մելքոնյանի համոզմամբ այս առճակատումը կարող է բացասական հետևանքներ թողնել Հայաստանի վրա, թե անվտանգային եւ թե տնտեսական առումով։ Նախ արևելագետը մատնանշում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական ակտիվությունը Հայաստանի սահմաններին, մասնավորապես սահմանակից Նախիջևանում անցկացվող համատեղ զորավարժությունները։ Փորձագետն ընդգծում է, Նախիջևանը դառնում է Հարավային Կովկասում ամենառազմականացված կետերից մեկը։ Սերգեյ Մելքոնյանը պատահական չի համարում նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի օրերս արած հայտարարությունը, թե Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ։ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են փորձել օգտվել այս հնարավորությունի պատուհանից, որը բացվում է։ Երկրորդ Զանգեզուրի միջանցքի հետ կապված նկատի ունեք։ Կախված արդեն այս սցենարի, որովհետեւ Ադրբեջանի օրակարգը չի սահմանափակվում Զանգեզուրի միջանցքի օրակարգով։ Իրանց օրակարգը ավելի լայն է, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի օրակարգն է նաեւ ներառում, որը ուղղված է ընդհանուր Հայաստանի պետականության դեմ։ Արևելագետի համոզմամբ Հայաստանի դեմ ադրբեջանա-թուրքական հնարավոր ռազմական գործողությունները կախված են այն հանգամանքից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Իրանի հյուսիսում։ Արդյոք իսրայելական հարվածներից հետո Թեհրանը կզրկվի վերահսկողության հնարավորությունից նաև իր սահմաններից դուրս։ Խոսքն այս դեպքում ՀՕՊ համակարգերի ոչնչացման մասին է։ Զանգեզուրի միջանցք բացելու գաղափարից չհրաժարվող Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է։ Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է, Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։ Ժամանակը հատվածը կախված է հիմնականում ինչ իրավիճակ տեղի կունենա Իրանի հյուսիսում։ Մենք տեսնում ենք, որ շատ ակտիվ աշխատում են տարբեր ՀԱՏՍ-ները եւ իսրայելական կործանիչները, որպեսզի ոչնչացնեն իրանական ՀՕՊ համակարգի հյուսիսում, Թավրիզի շուրջ օրինակ։ Նաեւ թիրախավորված է ռազմական տարբեր օբյեկտները, այն դեպքում, եթե տեսնեն, որ հյուսիսում արդեն տարբեր խնդիրներ կան գետնի վրա եւ դժվար է վերահսկել իրավիճակը սահմաններից դուրս, որովհետեւ բոլորը հասկանում են, որ նաեւ իրանական ՀՕՊ-ը խնդիր կարող լինի ադրբեջանական ԱՏՍ-ներին դեմ, որը Իսրայելից մատակարարվում էին, եւ եթե այնտեղ ռազմական ունակությունը եւ օպերատիվ հնարավորությունները իրանական նվազեն, սա արդեն կբանա այս հնարավորությունների պատուհանը։ Չբացառելով Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, Ապրի Արմենիայի փորձագետը մեկ այլ անվտանգային խնդիր է բարձրաձայնում։ Հայաստան մատակարարվող զենքի հիմնական ճանապարհը հենց Իրանով է անցնում։ Հաշվառնելով, որ մեր հիմնական տրանզիտը զենքի եւ զինամթերքի Հնդկաստանից գալիս է Իրանի տարածքով, իսկ հիմա այս տարածքը լինած համակային կամ օտային ճանապարհը խնդրահարույց է դառնում։ Հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն։ Չնայած փորձագետների ու քաղաքական գործիչների աճող մտահոգություններին, անցած շաբաթվա վերջին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից եւ հարձակվել Հայաստանի վրա։ Այո, այդ վտանգը առնվազն Սյունիքի մասով կամ Նախիջևանի ուղղությամբ կա։ Դաշնակցության գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր նշեց, մտահոգություններ ունեն, որ Ադրբեջանը փորձելու է օգտվել իրավիճակից։ Ընդդիմադիր պատգամավորը սակայն նշում է, պարզ չէ արդյոք Հայաստանի իշխանությունները ինչ որ քայլեր ձեռնարկում են, հանրային մակարդակում դա չի երևում, իսկ ներքին աշխատանք կա, թե ոչ, դժվարանում է ասել։ Հիմա արդյոք այս իշխանությունները
դա կանխման համար համապատասխան քայլեր արել են, վստահ չեմ։ Արդյոք Իրանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով Հայաստան տեղափոխվելու ցանկություն հայտնել են։ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ամենօրյա կապի մեջ են տեղի իրենց կառույցի ներկայացուցիչների հետ։ Վստահեցնում եմ, որ մեծ խուճապ կամ արտագաղթի տրամադրություն առնվազն այս պահին չկա, բայց բնականաբար երկիրը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, մենք ունենք մեծ թվով հայրենակիցներ, ազգային կառույցներ եւ կա շատ մեծ մտահոգություն։ Հայաստանը վարչապետի մակարդակով դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա, արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։